մենք համաձայնվել ենք մաս կազմել այդ խորհրդի, լավ նորություն է։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Էդուարդ Աղաջանյանը միաժամանակ փարատում է մտահոգությունները, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրած խաղաղության խորհրդին միանալով Հայաստանը գուցե Եվրամիության հետ հարաբերությունները բարդացնի։ Ես չեմ կարծում, որ դա բացասաբար կազդի մեր եւ մեր եվրոպացի գործընկերների հարաբերությունների վրա։ Իհարկե վերջին ամիսները, շաբաթները նույնիսկ իսկապես շատ բուռն աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակահատված է եւ այս ժամանակահատվածում կարծում եմ պետությունները ելնելով իրենց շահերից կայացնում են որոշումներ։ Թրամփի նախաձեռնությանը միացել են Թուրքիան, Մերձավոր Արևելքից Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, հետխորհրդային երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը, հրավեր է ուղարկվել անգամ Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքի կողմից մեկուսացված Ռուսաստանին։ Մոսկվան դեռ դիտարկում է հնարավոր մասնակցությունը։ Մինչդեռ Միացյալ Նահանգների ավանդական արևմտյան դաշնակիցներն ավելի զգուշավոր են կամ էլ մերժել են։ Ոմանք օրինակ դիրքորոշումը պատճառաբանելով ներպետական օրենսդրության սահմանափակումներով։ Թրամփը Դավոսից Միացյալ Նահանգներ վերադարձի ճանապարհին դեռ լավատես էր, որ այդ երկրները, այդ թվում Ֆրանսիան, կփոխեն դիրքորոշումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունները այս պահին որոշակի դժվար ժամանակահատված են ապրում եւ բացատրություններից մեկը հենց դա է, կարծում եմ, որ ձեր նշած երկրները չեն համաձայնվել մաս կազմել այդ խորհրդի, բայց առնվազն Հայաստանի մասով հաշվի առնելով մեր եւ հաշվի առնելով ընդհանրապես TRIP նախագծում Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևոր մասնակցությունը եւ ներդրումը վստահաբար Հայաստանի Հանրապետության շահերից է բխում միանշանակորեն ընդունել այդ առաջարկը եւ մասնակցել։ Ստորագրման արարողությանը ներկա են միայն Թրամփի մոլի աջակիցները, այսօր գրել է հեղինակավոր Բլումբերգը, օրինակ բերելով Հունգարիայի վարչապետ Օրբանին, որը մշտական տարաձայնությունների մեջ է Եվրամիության հետ, փոխարենը Միացյալ Նահանգների նախագահի հետ լավ հարաբերություններ ունի։ Պարբերականը քննադատում է հատկապես Բելարուսի նախագահ Լուկաշենկոին ուղարկված հրավերը, հիշեցնելով, որ նա Եվրոպայի վերջին բռնապետի համբավն ունի։ Ֆրանսիայի եւ այլ առաջնորդներ մասնավորապես մտահոգություն էին հնչեցրել, որ նորաստեղծ այս խորհուրդը կարող է նվազեցնել ՄԱԿ-ի դերը։ Դոնալդ Թրամփը երեկ կարծես փորձեց ցրել մտավախությունը, թե խաղաղության հիմնադրամը Միացյալ Ազգերի կազմակերպության դեմ է, որի արդյունավետությունը բազմիցս քննադատել է։ Երբ այս խորհուրդն ամբողջությամբ ձևավորվի, մենք կկարողանանք անել գրեթե այն ամենը, ինչ ցանկանում ենք, եւ դա կանենք միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ։ ՄԱԿ-ը հսկայական պոտենցիալ ունի, որը չի օգտագործվել։ Խորհրդի գործունեությունը դեռ շատ հստակ չէ, առայժմ ավելի շատ հռչակագրային հայտարարություններ են հնչում, խաղաղարար ծրագրեր, հակամարտությունների կանխարգելում եւ այլն։ Նախնական գաղափարով այն պետք է Գազայի վերականգնումը համակարգեր։ Վարչապետ Փաշինյանը Դավոս մեկնեց հենց Թրամփի հրավիրած միջոցառմանը, ավելի վաղ հաղորդվել էր, որ նա այս տարի չի մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ Արտգործնախարարությունը երեկ հայտնեց, որ Հայաստանը չի վճարի $1 միլիարդ անդամավճարը, բայց դա ենթադրում է անդամակցություն ընդամենը 3 տարով։ Էդուարդ Աղաջանյանը դեռ վաղ է համարում խոսել անդամավճարի նպատակահարմարության մասին։ Երբ այդ պահը կգա, ես կարծում եմ արդեն որոշում պետք է կայացնենք, որովհետև $1 միլիարդ Հայաստանի Հանրապետության նման պետության համար իհարկե մեծ գումար է եւ այդ ժամանակ արդեն այդ թվում հաշվի առնելով, որ 3 տարի խորհրդը գործունեություն ծավալած կլինի, կարծում եմ ավելի հստակ կլինի մնալու նպատակահարմարությունը։ Մինչդեռ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ արդեն քննադատում էր $1 միլիարդ վճարելու գաղափարը։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ 60 միլիոնի կարգի նստեց Սուերի սելֆին։ Այդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է։ Ոնց որ թե $1 միլիարդ սելֆի է ուզում միատել Փաշինյանը անի Թրամփի հետ։ $1 միլիարդ Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10.5%-ն է։